Գիտեիք, որ Coca-Cola-ն ստեղծվել է թմրամոլ դեղագործի կողմից, իսկ սկզբնական բաղադրատոմսի յուրաքանչյուր բաժակում 9 միլիգրամ կոկային կար։ Ջոն Պեմբերտոնը զինվորական ծառայության ժամանակ ծանր վնասվածք ստացած դեղագործը ցավը մեղմելու համար մշտապես մորֆին էր ստանում։ Վերքը բուժվեց, իսկ այ կախվածությունը մնաց։ Ձգտելով ազատվել մորֆինից, Պեմբերտոնը փորձեց փոխարինել այն ֆրանսիական կոկագինով, որը ալկոհոլի եւ ազատ վաճառվող կոկայինի խառնուրդ էր, բայց համը չհավանելով սկսեց փորձարկել։ Նա խառնեց կոկայի տերևները կոֆեինով հարուստ կոլայի ընկույզների, շաքարի եւ կաղնի համեմունքների հետ, իսկ ստացված օշարակն անվանեց Պեմբերտոնի ֆրանսիական կոկագինի, բայց նրա հաշվապահ Ֆրենկ Ռոբինսոնը առաջարկեց ավելի կարճ տարբերակ Coca-Cola եւ հենց ինքն էլ նախագծեց բոլորիս քաջ հայտնի լոգոն։ Իսկ արդեն 1886 թվականին, երբ ընդունվեց ալկոհոլի արգելքը, Պեմբերտոնը ստիպած հանեց գինին օշարակի բաղադրատոմսից եւ սկսեց վաճառել այն Ջեյկոբսի դեղատանը, որպես նյարդային խանգարումների դեմ տոնիկ։ Սկզբում օշարակը խառնում էին սովորական ջրի հետ, բայց մի օր հաճախորդներից մեկը խնդրեց դրան գազավորված ջուր ավելացնել։ Ողբջակները ձանձրալի դեղամիջոցը վերածեցին թարմացնող ու համեղ ըմպելիքի։ 1903 թվականին բաղադրությունից աննկատ հեռացվեց կոկայինը։ Այսօր Coca-Cola-ի գաղտնի բաղադրատոմսը Merchandise 7X մակագրմամբ պահվում է Ատլանտայի բանկի սեյֆում։ Ամբողջական բաղադրատոմսը գիտեն միայն 2 անձ, ովքեր երբեք միասին չեն ճամփորդում։